Նախ բանակցությունների ժամանակ դեր աշխատակիցների վստահությունն ա եղել արտգործնախարարությունում, որ սահմանադրության հարց ադրբեջանցիները դրել են, մեր կողմից էլ եղել է, ձեր սահմանադրությունում էլ կա ուղղակի հղում եւ քննարկման նյութ եղել է։ Սահմանադրությունները միշտ ուզեցել են փոխել։ Հայաստանի 35 տարվա մեջ մի մասին դուրն եկել է, մի մասին դուրը չի եկել։ Միշտ է սահմանադրական փոփոխություններ եղել է։ Այդ թվում 18 թվականին, բայց 18 թվականին գործընկերուս կրկնելով որևէ մեկի մտքով Նիկոլ Փաշինյանից սկսած մազաչափ մտքով չէր անցնի հարձակվել Հայաստանի անկախության հռչակագրի վրա։ Ճիշտ չեք ասում, պարոն Միրզոյան, մոլորեցնում է ձեր իշխանությունը ժողովրդին։ Դրա լավագույն վկայությունը 18, 19, 20 թվականների անկախության հռչակագրի հետ կապված նույն Նիկոլ Փաշինյանի ուղերձները դիֆերամբները անկախության հռչակագրի մասին եւ դրանից հետո այսօր հարցակում, թշնամական հարցակում մեր երկրի ծննդական անկախության հռչակագրի դեմ կոնֆլիկտացինա։ Լավը չեք ասում ֆաշիստական ու ռասիստականա, որովհետև կրկնելով Քրիստինե Վարդանյանին, որովհետև այդ ամբողջ ձևակերպումը հարցակումը անկախության հռչակագրի վրա ունի պատվիրատու, ունի պահանջատեր, որի անունն է Ադրբեջան եւ Ադրբեջանի նախագահ։ Եվ իրենք անթաքույց այդ մասին խոսում են։ Անթաքույց այդ մասին խոսում են։ Սրանից հետո խոսել այլևս ինքնիշխանության մասին, ինքնիշխանության պաշտպանության մասին, մեզ էլ մեղադրել այդ տեսեք հարձակվում են դիմությունը ինքնիշխանության դեմ, առնվազն կոռեկտ չի, կեղծ է, սուտ է եւ հասարակությանը մոլորեցնող։ Իր վերաբերյալ չէ ժամանակը շատ բան չանեմ, նայեք Հայաստան Թուրքիա այդ Գյումրի կարս որ ասում եք, Գյումրի կարս որ ասում եք, մեր ժողովրդի մի հատ մանանա եք պատկերացնում։ Իրականում Գյումրի կարս երկաթուղու Հայաստանի սահմանից այն կողմ մինչև համարյա կարս, մինչև Աքյակը կայերը երկաթգիծ չկա պարզապես, մետալալոմ է, մետալալոմ դողոքափը կայարանա, որ ավերակ է։